Բարև ձեզ։ Երկարատև ընդմիջումից հետո մենք նորից եթերում ենք, եթերում է հրապարակային շաբաթը։ Այս հաղորդումը ես վարելու եմ արտակարգ եւ լիազոր դեսպան, դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Կարծում եմ, որ բավականին խոսելու թեմա է կուտակվել այս ամիսներին, երբ որ մենք եթերում չենք եղել եւ մենք մի փոքր հեռվից պետք է սկսենք, մասնավորապես հետընտրական process-ներից, որոնք հանգեցրեցին նոր խորհրդարանի ձևավորմանը եւ կարելի ասել նաեւ երկրում ինչ որտեղ նոր իրավիճակի ստեղծմանը։ 9-րդ գումարման ազգային ժողովն արդեն ընթացքի մեջ է, մենք մի շաբաթ կլինի արդեն ուշադիր հետևում ենք այդ նիստերին, տեսնում ենք թե ինչ է կատարվում խորհրդարանում, ոմանք հիասթափված են, ոմանք ոգևորված են, ոմանք կարծում են, որ այս խորհրդարանը ավելի վատն է, քան նախորդը, ոմանք հակառակը կարծում են, որ այն խոստումնալից է, կարող է հետաքրքիր նորություններ բերել եւ զարգացումներ կարող է ապահովել, բայց ես ուզում եմ սկսենք նրանից, որ ձևավորվեց մի խորհրդարան, որը ի սկզբանե ուներ լեգիտիմության խնդիր։ Մենք 21 թվականին որքան էլ դժգոհ էինք այդ ընտրությունների արդյունքներից, այդպիսի զգացողություն չունեինք, որ կեղծիքներ են տեղի ունեցել, լեգիտիմ չէ խորհրդարանը, գողացված են ձայները, խաբվել են մարդիկ, այդպիսի տոտալ ճնշումների եւ ռեպրեսիաների պայմաններում է ձևավորվել պարլամենտը։ Եվ 21 թվականին մի տեսակ ավելի նորմալ էր, որ ընդդիմությունը գնաց խորհրդարան եւ ստանձնեց մանդատները ու սկսեց աշխատել այդ պայմաններում։ Այս անգամ մի քիչ ուրիշ է իրավիճակը, եթե համաձայն եք ինձ հետ, եւ Բարգավաճ Հայաստանի դուրս մնալու հանգամանքը եւ այդ տոտալ ճնշումները եւ այդ ընտրակաշարքի կիրառումը, ընդ որում պետական ընտրակաշարքի կիրառումը, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մարդիկ սկսեցին պահանջել, որ մի վերցրեք մանդատները, մի գնացեք խորհրդարան։ Իհարկե ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ սխալ է բոյկոտը, որտեղ Հայաստանում բոյկոտի ֆենոմենը, բոյկոտի ինստիտուտը կարծես թե չի աշխատում։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Կուզեի, որ ձեր կարծիքը հայտնեիք մեզ լսողներին այս առումով։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է մասնակցելու այս հաղորդաշարին։ Տեսեք, տարբերությունը իհարկե որոշակիորեն կա 21 եւ 26 թվականների միջեւ։ Առանց շատ խորանալու ասեմ, որ այդ լեգիտիմության պակասի եւ չպակասի խնդիրը չի, ընդհանուր մթնոլորտի փոփոխման խնդիրն է։ Եվ դա այնքան ակնառու է հենց բուն արդյունքներից, որքան էլ որ խոսվի, որքան էլ որ անընդհատ դրա մասին ասվի, որ ընտրակաշարքներ, չգիտեմ, տոտալ խախտումներ եւ այլն, 4 թվերը խոսում են նոր իրականության մասին։ Նոր իրականությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է այլևս վստահությունը, հա, ընդհանուր համեմատականի մեջ նույնիսկ եթե մենք վերցնում ենք, ինքը նույնիսկ 50+% չի կարողացել հավաքի։ Սա ամենակարևոր հանգամանքն է եւ սա ամենակարևոր հարցն է, որին կարծես թե շատ քիչ անդրադարձ կա, բայց հոգեբանական առումով եւ սա առաջին հերթին վերաբերվում է իշխանություններին եւ նաեւ եկեք չմոռանանք, որ ինչ մասնակցություն եղավ այս անգամ։ Մենք ունեցանք աննախադեպ մասնակցություն, ինչու ենք անընդհատ ասում, որ մասնակցությունը ամենակարևոր ողնաշարային նշանակություն ունեցող հարցն է ընտրությունների ժամանակ, ի մասնավորի հայկական ընտրությունների ժամանակ, որովհետեւ արդեն իսկ այս մասնակցության բավականին տոկոսային լուրջ փոփոխությունը ցույց տվեց, որ եթե այդ մասնակցությունը շատ ավելի բարձր լինել, պարզ է, միանշանակ է եւ արդեն դառնում է աքսիոմատիկ, որ այս իշխանությունը պարզապես չէր ունենալու այդ մեծամասնություն, նույնիսկ 40 քանի տոկոսը չէր ստանալու։ Սա միանշանակ է, որովհետեւ փաստ է, որ Նիկոլին քվեարկել են այն, ինչ որ ինքը ունի, եւ իր ամբողջ խնդիրը, ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ նախընտրական շրջանում եղել է հենց այդ ունեցածը պահպանելու հարցը, որովհետեւ երբ որ դու արդեն իշխանություն ես, ունես առավելություն, տոկոսային հարաբերության առումով միևնույնն է դու առաջ ես անգամներ, քան քո օպոնենտները, մրցակիցները, եւ երկրորդը ինքը քաջ գիտակցում էր, որ ինքը այս տարիների ընթացքում այդ ստի, կեղծիքի տարբեր տեսակի մանիպուլյացիաների շնորհիվ ինքը կորցրել է արդեն նույնիսկ այն ընտրազանգվածը, ինչ որ ինքը ունի։
Հիմա դուք միանգամից ինձ կարող եք հակադարձել, որ բայց այն ժամանակ 680,000 էր, հիմա 700,000 ավել է։ Նորից գալիս եմ այդ նույն թեմային։ Այդ մեծ հարցականների տակ 700 քանի հազարները շատ պարզ թվաբանություն է, երբ որ դու նայում ես այն պատկերը, ինչ որ ունես, հա, ընդհանուր առմամբ ձայների ընդհանուր, հա, ոչ վարչակազմին տրված, այլ ընդհանուր, նույնիսկ իր սատելիտների ձայները, եթե ամենը գումարում ես իրար, միևնույնն է 10 պլյուս հազարով ավել է ստացվում, քան ինքը Նիկոլը հավաքել է։ Սա իր համար չի կարող կատաստրոֆալ չլինել, նամանավանդ, երբ որ ինքը շատ հստակ ֆիքսել էր այդ նշաձողը։ Նշաձողը 65 պլյուս տոկոսներ, ինքը նույնիսկ 65% չէր, այլ 65 պլյուս տոկոսներ, ձեր ասած սահմանադրական մեծամասնություն ստանալու, որովհետև իր լուծելի ամենակարևոր խնդիրը, որ այսօր Ալիևին խոստացված է եւ ինքը պիտի անի, դա սահմանադրության փոփոխության խնդիրն է, կամ նոր սահմանադրության ընդունումը։ Սկզբում սկսվեց փոփոխություններից, հետո հիմա ինքը վերածվեց, որ մենք ընդունելու ենք նոր սահմանադրություն, այստեղ սայթակելա շատ լուրջ եւ հիմա այս ամբողջը ինչ որ տեսնում եք նույնիսկ այս 10 օրյա շատ կարճ ժամանակա ընթացքում ամեն ինչ տարվելու է նրան, որպեսզի չեզոքացվի այդ տոկոսային բացը կամ ուղակի շանտաժի ձևով փորձ արվի կլանել այն ձայները, որոնք այդքան կենսական անհրաժեշտություն են իր համար ունենալու վաղը սահմանադրության փոփոխության Շատ լավ, բայց գիտեք, այնպիսի տպավորություն է, որ եթե այս ընտրություններում ինքը կարողացավ հաղթանակ կորզել, ստանալ, ձևավորել իշխանություն, ուրեմն բոլոր խնդիրները իր համար մատչելի են, բոլոր խնդիրների լուծումը ինքը գիտի, ճանապարհը գիտի, հա, միտեղ բռնությամբ, միտեղ կալանքով, միտեղ, չգիտեմ, մարդկանց վախեցնելով, ահաբեկելով, որ պատերազմ կլինի, էս կլինի, նաև օրենքները փոխելով, մենք տեսանք, որ նախորդ խորհրդարանը իր վերջին նիստերից մեկում մի խայտառակ հակասահմանադրական օրենք ընդունեց, որով վերջին 1 տարվա ընթացքում 6 ամիս բացակայող անձինք, դրսում գտնվող անձինք, այսինքն զրկվում են քվեարկելու հնարավորությունից։ Եվ դա ոչ այնքան նրա համար է, որպեսզի դրսից չգան մասնակցեն սահմանադրական հանրաքվեին, որքան նրա համար է, որպեսզի սահմանադրական հանրաքվեի անցողիկ շեմը իջեցվի եւ ավելի մատչելի դառնա։ Նախկինում դա 600 քանի 650 կարծեմ 625 հազար ձայն էր պահանջվում, հիմա բավականին իջեցվել է այդ շեմը եւ հիմա կարծում եմ, որ իր համար ավելի մատչելի է այդ սահմանադրությունը անցկացնելը։ Բնականաբար, այո, միանշանակ այդ քայլերը նաեւ հետին մտքով ունեն նմանատիպ նպատակ կամ հետապնդում են նմանատիպ նպատակ, այն առասպելը, որ հորինվեց, որ այդ 100,000-ներով գալու են եւ Նիկոլի դեմ են քվեարկելու, պարզվեց սուտ էր, որովհետեւ հենց իրենց վիճակագրությունը լրիվ ուրիշ բանի մասին եւ ուրիշ թվերի մասին է խոսում։ 1. Երկրորդը, հետո ասեց, որ բոլոր եկողները պիտի ընդդիմությանը քվեարկեն։ Այդ որտեղ է գրված ու ով գիտի, որ ինչ է եղել։ Իսկ ով չգիտի, որ նաև 1000-ով եկել են, 1000-ներով եկել են, որ հենց Նիկոլին քվեարկեն։ Գաղտնիք չի, չէ, որ Հայաստանի սահմաններից դուրս լինի դա Ռուսաստանում, լինի դա Եվրոպայում առավել եւս, Միացյալ Նահանգներում շատ համակիրներ դեռևս պահպանել են իրենց այդ նույն դիրքորոշումը, այսինքն պրոիշխանական չասեմ, պրո-նիկոլական դիրքորոշում, միևնույնն է մնացել է։ Մենք վերջին մարդիկ չենք եւ միշտ շփում ունենք, հա, օտարաշխարհի նաեւ մեր սփյուռքահայ հայրենակիցների հետ, մենք շատ լավ գիտենք ինչա կատարում ընդհանրապես Սփյուռքում եւ դա մարդու իրավունքն է գալ եւ մասնակցել քաղաքացու իրավունքն է եւ սա այս քայլը անում է մի իշխանություն, որը ժամանակին ինքն է բողոքել, պայքարել, որ ոնց մեր սփյուռքահայ քույրերը եղբայրները ոնց դուք կարող եք անտեսել, ոնց կարող եք, հասկանում եք, այս առաջի դեպքը չի, որ իրենք մի բան ասել են ուրիշ շարն է, դեպքերի շարան է ուղղակի, մենյու կա կազմած արդեն նախաճաշի, լանչի, չգիտեմ, երեկոյան ճաշի, այնպես որ արդեն իմունիտետի նման բան ենք մենք բոլորս ձեռք բերել, այդ անվստահությունը վերջին հաշվով, որ ասում են անվստահության քվե, այդ անվստահությունը այդպես է կուտակվում, երբ որ դու անընդհատ ու անդադար անընդմեջ խափում ես, ասում ես մի բան անում ես ուրիշ բան, ասում ես մի բան անում ես ուրիշ բան, հիմա նույնիսկ այդ փաթեթավորումն է սկսել դժվարանալ իրենց համար, հասկանում եք, արդեն սկսում է չաշխատել այդ հայելային փոխադարձելու
կամ հակադարձելու տարբերակը, հա, այդ երկար տարիներս ամենաառանցքային բանն ա եղել, որ իրենց գործունեության մեջ այն սխալը, որ իրենք արել են, մի անգամից շուռ են տալիս ընդդիմախոսի վրա։ Ու այստեղ հեչ պարտադիր չի, որ այդ ընդդիմախոսը լինի տիտղոսային ընդդիմադիր մասով, հա, ցանկացած անհատի խոսքին կարող են թիրախավորել, չեմ տարբեր հարթակներից հնչող քննարկումների, կլոր սեղանների եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իմաստով բավականին բարդացել եւ դժվարացել է նաեւ այս հարցը։ Հիմա գալով այդ բոյկոտին, շատ կարևոր եւ շատ ծամծմված ու շատ ծեծված թեմա էր այս վերջին ժամանակների վերցնել թե չվերցնելու այդ շեքսպիրյան բանը փոխված էր լինել թե չլինելու, հա։ Այո, բոյկոտը միգուցե լավագույն ձևը չի, բայց սա կդառնա միակը, երբ որ դու ունես փողոց։ Եսի նկատի ունեմ, երբ որ դու խորհրդարանի պատերից դուրս ունենաս մի այնպիսի գեներացում կամ գոնե հնարավորություն գեներացնելու, ընդ որում շատ արագ գեներացնելու, որովհետև դանդաղ գեներացումը վերջնական 0 արդյունք է տալու քեզ։ Դու պիտի արդեն կամ պատրաստ ունենաս այդ զանգվածային ըմբոստության մասը կամ այդ համախմբվածության նկատի ունեմ, ինչը ցավոք սրտի մենք չտեսանք։ Ուղղակի մարդիկ ասում էին, որ եթե չլինի խորհրդանը եւ այդ պարը բաց չթողնվի, փողոցը կհավաքվի։ Սա արդեն մեկնաբանությունների հարց է։ Ես բացարձակապես չեմ ուզում ոչ այն ճամբարին, ոչ մյուս ճամբարին ընդդիմադիրների մասին է խոսքը, կան մոտեցումներ, կան վերլուծություններ, կան իրավական պատկերացումներ, բացարձակ չեմ ուզում այս պոլեմիկայի մեջ մտնենք։ Մենք պիտի շարժվենք իրականությամբ այն ինչ որ կա։ Հիմա ցավոք բարեբախտաբար չենք խոսում։ Մենք պիտի զինվենք համբերությամբ, բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Ընդդիմությունը մտավ խորհրդարան։ Ընդ որում մենք ունենք թարմ, բավականին նոր եւ շատ երիտասարդներով, որ շատ հետաքրքիր է, շատ կարևոր է այս հանգամանքը, մեծամասնություն ընդդիմության մեջ եւ ունենք փորձառու ավելի քիչ սակավ թվով արդեն լավ թրծված եւ անցած այդ ճանապարհը մեկ այլ ճամբար էլի նույն ընդդիմության։ Ես շատ կուզենամ, որ որևէ ճեղք այս երկու կողմերի միջև հանկարծ չառաջանա։ Այն հայտնի խմբակցության, որը մեծամասնությունն է հորջորջվում, ամեն քայլ, բառ, տառ, ասույթ, խոսույթ, գորգորոց, աղմուկ, ամենը ուղղված է լինելու, որ հանկարծ այս միասնականությունը որևէ ձև չկայանա։ Այն բան կա, չէ, տենց քիչ ժողովրդական խոսք կա, չէ, ասում բանանի կեղևը միշտ ոտների տակ գցելու միտումներ ես գոնե տեսնում եմ։ Հիմա ուզենք թե չուզենք համաձայնվենք, չհամաձայնվենք, այնուամենայնիվ մեծամասնություն, իշխանական մեծամասնություն կոչվածը արդեն թրծվել է այդ ամեն ինչի մեջ, վարպետացել է, իսկ վարպետած վարպետն էլ նստած օթյակից այդ բոլոր հնարավոր ամեն ինչը թելերը շատ ճիշտ ձևով խաղացնում է։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է։ Հիմա միանգամից ինձ կերկրորդեք, կասեք, բայց նոր էս թարմ ուժը այդ փորձը չունի։ Այո, չունի այդ փորձը, բայց այդ թարմ ուժն էլ պիտի հայացքը ուղի եւ հներին ովքեր որ թրծվել են եւ մարդկանց անհատներից սկսած միություններով վերջ ասած, ովքեր գտնվում են խորհրդարանի պատերից դուրս։ Ընդ որում այդ մարդիկ ձեռք են բերել շատ ավելի լուրջ կարևորություն, ինչի, որովհետև իրենք պահանջատեր են լինելու։ Եթե նկատել եք, ես օրինակ շատ դեպքերում, ասած հետահայաց, որ նայենք միասին, մենք էլ շատ երկար ենք, էլի, այս մեր նորագույն պատմության մեջ այդ ճանապարհներով անցել, տեսեք, երբեք չի եղել, որ խորհրդարանից դուրս հայտնված ընդդիմախոսները այդքան պահանջատեր լինեն ընդդիմության հանդեպ։ Ինչ որ ճիշտն է, ճիշտ է։ Այո, սպասելիքները, այո, միանշանակ եռակի, քառակի, եթե չէ տասնապատիկ անգամ, իհարկե բարդացնում է, որ նայեք ժողովուրդ ջան, ես չեմ ասում բացարձակ, որ դուք կոմֆորտ զոնա եք մտել,
բայց ձեզ թույլ չեն տալու, որ դուք հանկարծ փորձանեք մտնեք այդ կոմֆորտ զոնա։ Որովհետև եկեք ընդունենք, որ սա շատ ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություն է։ Երևի համեմատականի մեջ, եթե ես sense հետ գնամ, երևի 90-ականների սկիզբն է նաև այսպես, որովհետև շատ ճակատագրական է լինելու հետագա ընթացքը մեր պետության։ Այնպես որ իրենք իսկապես շատ զգույշ պիտի լինեն, իրենք իսկապես պիտի հասկանան, որ մեծ ու շատ լայն ներգրավվածություն պիտի լինի։ Ինձ համար իհարկե շատ լավ կլիներ, որ այդ ձայնագողությունը չլիներ եւ այդ 60+1000 ձայները, որտեղ փոշիացվեցին, գնացին, հիմա էլ երեսով են տալիս, ասում են դուք էլ եք ընդեղից ձայն տարել եւ այլն, հղում անելով նույն այդ անհասկանալի դոնթի բանաձևին, բայց շատ լկտի ու այլանդակ ձևով այդ ձայնագողությունը։ Ինձ համար իհարկե շատ ընկալելի նաև կլիներ, եթե երրորդ ուժը նույնպես հայտնվեր այնտեղ։ Եվ փույթ չէ, որ շատ քիչ քանակություն կարող է լինել, 4 կամ 5 հոգի, բայց նաև դատելով այն ցուցակներից, որ կար, այնտեղ ներգրաված էին նաև պրոֆեսիոնալ, լուրջ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք հաստատ իրենց ներդրումը կունենային այս ընդհանուր ճակատի ձևավորման եւ մարտավարության։ Մյուս կողմից ես թվում է դա որպես խարան մնալու է իշխանության ճակատին, որ իրանք մի ամբողջ քաղաքական ուժի դուրս են թողել։ Օրը ցերեկով հերիք չի մի ամբողջ քաղաքական ուժի դուրս են թողել։ Հետո այդ քաղաքական ուժի առաջնորդին ամենալկտի ձևով տարել են կալանքի, հետո սկսվել է այդ ունեզրկման, սա ունեզրկումը Արմինե, ուզենք, չուզենք, ինչքան էլ իրենք փորձ են ասել, որ չէ, ամեն ինչ օրենքով իրավական, սա ուղղակի պարզ լկտի ձևով ունեզրկում է։ Ուրեմն թող շատ լավ իմանան։ Ես իմ համեստ փորձով որևէ ներդրող Հայաստանին կիլոմետրերով մոտ չի գա։ Իսկ ներդրողները միայն ականջները կախ իշխանությունների կարծիքը չեն լսում։ Իրենց թվում է, որ այդ իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ իրենք ոնց լինի այդ լապշաները կդնեն այդ մարդկանց ականջներին ու կհամոզեն, որ Հայաստանը հրաշալի միջավայր ունի ներդրումային մթնոլորտը շատ ավելի պաշտպանված եւ անվտանգ է, ցանկացած բիզնեսմեն, որ իր անձնական գումարները պատրաստվում է օտար երկրում ներդնի, ինքը միջև ուղն ու ծուծով խորքային չխորանա եւ չհասկանա առաջիկա 10-15 տարի, որտեվ մեծ ներդրումների այսպես ամենա այդ վերադարձելիությունը մինիմում 10 տարին է համարվում, հա, այդ ուղղակի անպայման չի պրոֆեսիոնալ լինես, որ այդ ամեն ինչը իմանաս, այնպես որ առաջիկա այդ վերլուծականը ինքը պիտի ունենա, Հայաստանը ոչ այդ միջավայրը ունի, այս ամեն խայտառակություններն էլ որ կան միանշանակ է, որ ուղղակի ազդելու է, վնասելու են դրան։ Հիմա վաղը մյուս օր մեկին կբերեն, ցույց կտան, ռեկլամ կանեն, որ հեսա բան, բայց Աստված գիտի այդ մարդը ով է եւ ինչ փողերով է գալիս ներդրումների մասին այլևս։ Այն առաջի տարիներին խոսում էին, հիմա այլևս ներդրումը ինչի համար են, հարյուրավոր միլիոններ է բերում, լստում են կանաչ լույսերը վառվռուն եվրոպական տարբեր մայրաքաղաքներից իրենց դեմ դրված է։ Միացյալ Նահանգները ուղղակիորեն իր անհատական շահերը եւ տարածաշրջանային ազդեցությունը պահպանելու համար դեռ կարողանում է իրավիճակը որոշակի կոնտրոլի տակ պահել եւ այս մարդկանց թվում է որ վաղ իրավիճակ չի փոխվելու։ Իսկ իրավիճակ փոխվելու է եւ միանշանակ հավերժ 100 տարի, ասենք Ուկրաինա-Ռուսաստան պատերազմ չի լինել եւ 100 տարի չի լինելու Միացյալ Նահանգներ-Իրան պատերազմ։ 100 տարի չի լինելու Թուրքիա-Հունաստան այդ անընդհատ այդ միշտ պիտի փոփոխվի, հասկանում եք, ցիկլը փակվելու է եւ ցիկլը փակվելուց զատ սա միայն ցիկլ չի, սա ընդհանուր աշխարհակարգ է։ Աշխարհակարգի մեջ այդ ցիկլային փոփոխությունները հարյուրավոր կարող են լինել, սա աշխարհակարգ է փոխվում։ Սա վաղվա աշխարհի քարտեզն է ուրվագծվում, այդ քարտեզը հենց դա լինելու է առաջիկա 100 տարիների համար, եթե ոչ ավել։ Վերադառնալով ազգային ժողովին, ուզում եմ որ մի փոքր խոսենք այդ մասին,
Հենց առաջին իստերում ազգային ժողովի նախագահի տեխնացու, հետո նախագահ դարձած Ռուբեն Ռուբինյանը եւ մեծամասնության ներկայացուցիչները սկսեցին կոչեր անել, որ եկեք գիծը գցենք զրոյական կետից, սկսենք զրոյական կետը իրենք շատ սիրում են, չէ, բարբերաբար վերադառնում են դրան։ Բարեկրթության կանոնները պահենք, սահմաններ գծենք, կարմիր գծենք, պահենք, իրար չվիրավորենք եւ այլն եւ այլն։ Եվ գիտեք, մի տեսակ տպավորություն է, որ մեր ընդդիմությունը ոնց որ թե այդ կուտը կերավ, հա, որովհետեւ ես դեմ չեմ իհարկե բարեկրթությանը եւ այդ էթիկայի կանոնների պահպանելուն, բայց այնպես ստացվեց, որ բարեկրթության անվան տակ իրենք հասկանում են, մեզ մի քննադատեք, մեզ մի հիշեցրեք մեր անցյալը, մեզ մի ասեք, որ պատերազմում պարտվել եք, մեր նկատմամբ կոռեկտ եղեք, որակումներ մի տվեք մեր գործողություններին։ Ինչ արել ենք, ինչ կանենք հետո կանենք, դա արդեն ձեզ չի վերաբերվում, դուք այստեղ միայն կարող եք կառուցողական ելույթներ ունենալ։ Եվ ընդդիմությունը մի տեսակ փորձեց տեղավորվել այդ շրջանակներում, այդ ՔՊ-ի գծած շրջանակներում, հա։ Բայց մի հատ Էդգար Ղազարյանի ելույթը բավական էր, որպեսզի այդ հավասարակշռությունը, այդ փխրուն հավասարակշռությունը խախտվի, ԿՊ-ն նորից էլի հարձակում գործեց, այդ սրիկայաբար ընդամենը մի բառ օգտագործելը Էդգարի կողմից դիտվեց որպես այդ կարմիր գծերի խախտում եւ հիմա այդպես լարված վիճակ է ազգային ժողովում, նորից սպառնում են, ասում են դե կտեսնեք մեկ ինչ ենք անելու, ընդդիմությունը մի տեսակ խեղճացել է, արդարանում է, փորձում է ներողություն խնդրել, թե ինչ որ հարաբերություններ վերականգնել եւ այլն։ Ձեր կարծիքով սենց պետք էր, որ ազգային ժողովում այդպիսի բարեկրթության կանոններ պահպանվի, մենք դրա կարիքն ունեինք, թե ընդդիմությունը իրոք վախեր ունի, որ այնտեղ մեծամասնությունը նրանք են, զուտ քանակապես զիջում են, կարող է այդ բլիժնի բոյի ժամանակ իրենք նաև պատժվեն, տուժեն, չկարողանան հակահարված տալ եւ այլն, ո՞նց դուրս գալ այս վիճակից։ Ես ինձ հարցնում էին, օրինակ ես չէի կողմնորոշում, թե ինչ խորհուրդ կարելի է տալ։ Տվեք ձեր խորհուրդը։ Քանակային առումով այդ քանակը հիմա ավելի է պակասել, եկեք սա մտածենք, որտեղ ընդդիմադիրները ավելի շատացել են։ Ես չեմ կարծում, որ վախի կամ ծեծ ուտելու թողինձներ են իհարկե, ծեծ ուտելու խնդիր կա։ Որտեղ այդ քաղաքացիացնել ես կարող եմ շուրջ, չէ, ես կարող եմ շուրջ տալ, ասել ես միգուցե հենց իշխանությունն է վախենում, որ ծեծ հանգարց կարող է ուտի եւ կներեք արտահայտությունից խոսակցական տակ մնա եւ չկարողանա այդ տակից դուրս գալ։ Չէ, դա տրյուկ է եղել ըստ իս, որովհետև նախ բարևարկությունը, երբ որ դու առաջ ես բերում, պիտի մի հատ շուր գաս եւ ամբողջ քո թիմին նայես, այդ ովքեր են այդ քո բարևարկները կամ բարեկիրթները։ Մանավանդ այդ կանանց եւ աղջիկների շրջանում, ովքեր որ շատ ավելի ձիգ, շատ ավելի սոլիդ, վերջի վերջո հայ կնոջ կերպար հասկացություն կա։ Այդ առաքինությունը պիտի այդ հայ կնոջ վրայից գա։ Մանավանդ այն կանանց, ովքեր որ ժողովրդին ներկայացնում են այդ բարձրագույն ամբիոնից։ Երկրորդ, ինձ թվում է ԿՊ-ն նախ 6 ամսյա արագացված դասընթաց պիտի անցնի ընդհանրապես ինչ բանա էտիկետ։ Որտեվ էտիկետի հետ կապված, եթե հանկարծ սկսենք, ես կարծում եմ մի օր մենք անպայման ավելի խորքային կանդրադառնանք դրան, դա միայն հակուկապը շպարվելը եւ գեղեցիկ Երևանը չի ապարանջանների, օղերի եւ պսպղուն ժամացույցների։ Սա առաջին հերթին վարք է։ Սա առաջին հերթին խոսելու արվեստ է։ Սա առաջին հերթին քեզ պահես շատ ճիշտ եւ ընդգծված ճիշտ։ Վերջի վերջո իշխանությունը ինքնին միշտ լինելով ավելի շատ լծակների տիրապետող, ավելի ինքը պիտի դառնա հանդուրժող, հասկանում եք, որը մենք միանշանակ ամենազզվելի ու ամենաայլանդակ բաները խոսվեցին այդ ամբիոնից, ամենալկտի վիրավորանքները եղան, որը անհամեմատելի է ընդհանրապես Էդգար Ղազարյանի արտաբերած սրիկայություն բառի հետ, ընդ որում չի ասել դուք ես բոլորդ որ նստած եք, դուք բոլորդ սրիկաներ եք։ Կարող էր ասել եւ դա քաղաքական դա չի նշանակում, որ դու սրիկա ես, բայց այստեղ ուրիշ բան կա թաքնված։ Իմ խորին համոզմամբ իրենք սպասում էին պատե առիթը լինի, որ ինքը թույլ բառը սրիկան շատ սուր վիրավորանք չի,
որովհետև հումորով էլ չէ, երեխաներին ասում են, սրիկա մի հատ արի այստեղ բան, չէ։ Սա Շատ ենք շատ մենք տարածված բան է, օգտագործում, որովհետև իհարկե։ մեր օրական խոսույթի մեջ այդ սրիկան այդ տականքը չի հաստատ, հա, եւ դրանից ավելի բարձր այդ վիրավորական խոսքեր կան։ Բայց այստեղ բան կա, սահման գծվեց որոշակի, որ այս սրանից եթե անցակ, սա է ձեր պրիդելը։ Այո։ Այս սրանից եթե անցակ, այ դուք չգիտեք հələ գլխներիդ ինչ կգա։ Հա, բայց այդ նույն Ռուբինյանը ինքը որևէ ձևով չսաստեց իր թիմի շատ ու շատ մարդկանց, ովքեր օրինակի համար, հա, վեհապար Հայրապետին կոչեցին ավազանի անունը։ Օրինակի համար մի ամբողջ խմբակցության անընդհատ շարունակաբար այդ կալուգացի, այդ օլիգարխ, կալուգացի, սա միթե սա վիրավորանք չի։ Այդ որ ասում եք կալուգացի, հա, այդ մարդ նախ առաջին հերթին հայ է, երկրորդը ինքը իր շուրթերով ասել է, ինքը չի վիրավորվում դրանից, բայց դուք անընդհատ շեշտում եք, փորձում եք քաղաքական երանգ տալ ինչ որ մի բանի եւ դա համեմում եք արդեն վիրավորանքով։ Բա մի հատ եկեք փոխադարձ նայեք այդ ամեն ինչին, ինչի համար հենց այդ գարը, ինչի համար հենց այդ սրիկայությունը, այստեղ միտումնավոր բնականաբար բան կա, որտեղ պիտի չեզոքացնեն եւ ամեն ինչ փորձում են անել, որ այս մարդը անընդհատ մեզ խանգարելի է։ Արդեն թիրախավորեցին, արդեն հասկացան, արդեն թիրախավորեցին։ Ես մեծ հույս ունեմ իհարկե, որ ներխմբակցային որոշումները ինչպիսին կլինեն փակ եւ այլն, թիմը պիտի շատ կուր լինի։ Եթե դուք առաջին օրերից այս հեզ ու նազը որոշակի պիտի տանեք եւ մի անգամից պիտի գործարքի տպավորությունը թողնելու ձեր նշած կուտը մի անգամից այնպես կտեր են լինելու դուք դեռ չեք էլ պատկերացնում սա դեռ մանկական է եւ սա դեռ սածիններն է նույնիսկ ծաղիկները չի այնպես որ շատ զգուշ պետք է լինել այստեղ եւ ընդհանրապես այդ թիմային մոտեցում պիտի շատ ընդգծված լինի եւ այդ իմաստով այո զուտ այսպես թեթև ասեցին մենք ուզում ենք գիծ քաշենք, թերթ շրջենք, ինչ խոսել ենք, ասել ենք լավ մի կողմ, մեկը լինի ուղղակի այդ Ռուբինյանին պարզ հարց տա։ Երիտասարդ դու ամբողջ քարոզարշավի ընթացքում տասնյակ անգամ մտել ես լայվ ու տասնյակ անգամ ուղղակիորեն ոչ թե թիրախավորել ես, այլ ուղղակիորեն վիրավորել ես մարդկանց։ Անձնապես վիրավորել ես եւ դրա պատասխանը դու չես ստացել։ Հիմա այսինքն sense տեղները ավելի պնդացրել են, sense այդ ամեն անգամ այդ ակաժներից հետ կբռնենք, դուրս կշպրտենք, ես կանենք, կփռենք, ախր գալատ կանենք, ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Այստեղ է որ պետքա մեկը կանգնի ասի ուղակի ես ոչ թե կոչ եմ անում դրա, այլ ախր դու ով ես, քեզ ով է այդ իրավունքը։ Մենք հավասար պատգամավորներ ենք։ Մենք ունենք մանդատ բոլորս ունենք այդ մի ձայնի իրավունք։ Քեզ ով է իրավունք տվել այդ ձևով դու խոսես։ Անկախ նրանից դա Էդգարը կլինի, Պողոսը, Սերոփը թե Մարտիրոսը։ Հա, դա բարևարկություն այլևս չի, դա բարեկրթություն այլևս չի։ Նորից եմ կրկնում, դասընթացները պիտի գնան իրենք։ Վարձեն, դրա խնդրեմը չունեն վարձելու էլի հաստատ։ Բերեն մարդիկ պրոֆեսիոնալ եւ իրենց այբենարանը սովորացնեն ընդհանրապես էթիկետի, վարվելակերպի, մարդկանց հետ խոսելու, դաստիարակվելու։ Մեկ տպավորություն է կներեք, էլի մի քիչ երկարում եմ, բայց անընդհատ ուզում եմ բաներ ասեմ, որ շատ կարևորում եմ, էլի։ Մեկ տպավորություն է, որ այս մարդիկ դաստիարակություն չեն ստացել, տներում չեն մեծացել, մեծ ու փոքր չգիտեն, այդ ծնողները ձեզ մեծացրել են վերջի վերջո, ձեզ աճեցրել են, դուք եկել եք, այդ ոնց եք խոսում, այդ տարրական բաներ կա, հա, մենք միշտ սպիտակ մազը, տարիքը, մենք շատ ենք հարգել, մենք այդպես ենք մեծացել, մենք այդպես ենք դա, ինչպիսին է լինի դիմացինը, մենք այդ դուքը միջև վերջ պահպանել ենք, եթե մեծահասակ տարիքով մեծ մեկն է մեր դիմաց եղել, հա։ Այդ ով է ձեզ այդ իրավունքը տվել, որ դուք վեհապար հորը, եւ այստեղ բնավ նորից եմ կրկնում, անձի մասին չի խոսքը, այստեղ վեհապար հոր մասին է խոսքը։
օծված վեհապար հոր մասին դուք ով է այդ իրավունքը ձեզ տվել, երեկվա երեխեքը ծնվել եք, որ դուք եկեղեցու ոչ պատմությունը գիտեք, Փաշազադեն հոգևոր հայր ասма, հենց այդ երիտասարդ աղջիկը, դու ինչ գիտես ընդհանրապես հայոց պատմությունից, դու ինչ գիտես ընդհանրապես մեր ժառանգությունից, որ քեզ հիմա կանգնացնեն, ասեն հերթով, սաներով եւ աստիճանակարգմամբ, մի հատ կարող ես ասել, սեպենք որ քո ուզած բաներն են, սարկավակից սկսած բարձացին դու կարող ես ասել տերունական աղոթքը դիմելաձևը ինչպես է, արդյոք կարող ես այդ դիմելաձևը գիտես դու արդյոք, ասենք քահանային ինչպես են դիմում, վարդապետին կամ ծայրագուն վարդապետին ինչպես են դիմում, կամ ուղղակի հարց տակ ասեք, ով է Արարատյան թեմի առաջնորդը, մեկը այդ հարցին կպատասխանի օրինակ այսօրվա ազգային ժողովում Չէ, ուղղակի նույնիսկ գիտելիքի խնդիր էլ չի այստեղ տարական կուլտուրայի, էթիկայի դաստիարակության եւ նույն էթիկայի խնդիրն է եւ վարվելակերպի կանոնները ուղղակիորեն ոտնատակ տալու, իրենք չգիտեն դա ինչ բան։ Այսինքն իրենք որ Արցախ են ազնել, այսքան մարդու տնավեր են դարձրել, այսքան մարդու սքակիր են դարձրել, իրենց սրիկաբառը ասել չի կարելի, իսկ իրենք կարող են մի ամբողջ ազգի հոգևոր զգացմունքները վիրավորեն։ Վեհապարին դնեն քրեական, այո, ոչ միայն հոգևոր զգացմունք, իրենք կարող են զոհվածի ծնողին պարկեսնել գետնին։ Իրենք կարող են վերջի հայոյանքը տալ նույն զոհվածի ծնողին։ Իրենք վերջի հայոյանքը կարող են տալ երեկվա ոտքերը կտրած ազատամարտիկին։ Եվ այսինքն բաներ, կանգառներ ու ստոպեր չունեն այս մարդիկ։ Բայց դիմացինից պահանջում են։ Եվ դիմացինից երեք չի պահանջում են, մի հատ էլ հոխորտում են, այ եթե չաներ, եթե դուք ինձ չարեցիք, դե հիմա ձեր հալը կտնանք։ Բերում են ասում են, բա մենք ձեզ զգուշացնում ենք, հիմա դուք ձեր հալը կտնաք, մենք ձեր հետ ինչ կանենք։ Բայց այնքան անպատկառ լինեն, որ կրոնական հոգևոր առաջնորդին իր պարտականությունները կատարելու համար մեղադրանք առաջադրեն ու տանեն հասցնեն դատարան 6 եպիսկոպոսների եւ վեհապարին, այսինքն դուք աշխարհի առաջ ծաղր ու ծանակի առարկա դարձավ, ոնց ձեզ թույլ տվեցիք հասնել այդ աշճանի։ Շատ ավելի ես կգերադասեի, նույնիսկ տեսեք լեզուս պապանձվի իհարկե այս բանը ասում, բայց 29 տարեկան երիտասարդին դուք բերում եք որ վեհապար դատի, դուք բերում եք որ վեհապար դա, որ ինչ անի այդ 29 տարեկանը, եթե նույնիսկ այդ քայլը անելու է եւ ինքնաբացարկ ասենք չի հայտնելու Ինքը ամբողջ իր կյանքը, իր գերդաստանը, իր ապագա երեխաները, թոռները այդ խարանով իրենք ապրելու են, այսինքն դուք մտածում եք ինչ եք անում։ Օրինակ, գոնե ասենք ես պարագա ինչ եմ ասում լեզուս պապանձվի, ասենք հասուն մեկին բերեիք, որ գիտենք, ասենք ուղն ու ծուծով ձեզ է պատկանում այս դատավորը, բայց գոնե հասուն մարդը, վերջի վերջո ճանապարհ 29 տարեկան երիտասարդ, ես բացարձակ չեմ նսեմ ասում այդ տղայի իրավական գիտելիքները կամ գրագետ լինելը կամ կիրթ լինելը, բայց ներողություն այդ երեխան ճամփա ունի, այդ երեխան եմ ասում, որովհետև իմ աղջիկը իրենից մեծ է տարիքով։ Այդ երեխան ճամփա ունի քայլ, մի ամբողջ կյանք իր դիմա, դուք այդ ամբողջ կյանքն եք ուզում ապականեք։ Ինչու, որովհետև ձեր վեճը չի այդ երեխայի կյանք ու իր գերդաստանի իր ապագա սերունդերի կյանքը, որ ինքը պատմության մեջ, ով որ վերցնի այդ բանը, ինքը պատմության մեջ ինչա մնալու, աշխարհ փոխվի, հարյուրավոր նիկոլներ գնան գան, հազարավոր տարիներ անցնեն, չէ՞ մենք հիմա 5000 տարով թերթում ենք այդ թերթը եւ տեսնում ենք ով իրենից ինչ է ներկայացնում։ Այդ խարանով մնալու է այդ երեխեն կամ այն երեխեքը, ովքեր որ հանձն են առնելու այդ լկտի ու այլանդակ գործընթացը առաջ տանել։ Այո, ու այդ անպատկառությունը, որ վեհապար հայրապետին իր կոնկրետ իր պաշտոնից իր կարգավիճակից բխող գործողությունների համար դատել։ Եվ նույնիսկ նեղություն չեն տալիս իրենց, այնպեսի մեղադրանք հարուցեն, որը մարդկանց գիտակցության մեջ գոնե մի քիչ կասկած առաջացնի, ասենք, չգիտեմ, յուրացում լինի, ինչ որ մի խախտում լինի, ինչ որ իրավական ասես, դե կարող է էլի մի բան կա այստեղ, բայց այս լեկտիվությունը հայտարարեցին, որ հարկեր եկեղեցին չի մուծում, Աստված բան չի արել։ Նույն օրը հերքեցին մարդիկ դրեցին թվերը թե ինչքան հարկան ձեզ տվել եւ այլն, էլի, այսինքն ավելի դրա համար են ասում։ Տեսեք, արդեն այս անամոթությունները շատ արագ միանգամից բացվում է։
եւ իրենց երեսն է բացվում, ոչ թե դիմակը վաղուց որ պատրվել է, այդ մենք գիտենք, բայց այլևս այդ մանիպուլյացիաները սկսել է չաշխատել, որտեվ հակազդեցությունը պիտի լինի շատ արագ, պիտի լինի շատ միասնական եւ պիտի լինի շատ խոհեմ։ Ես միշտ ասել եմ, որ պահին ընդդիմությունը կես քայլ առաջ ընկավ, Նիկոլը չի հասնի իրանց։ Ոչ թե չի, ինքը ամեն ինչ պիտի անի, որ հանկարծ չփորձեն նույնիսկ հավասարվել։ Բայց ծրագիրը պիտի դնել շատ ավելի մեծ։ Կես քայլ, այո, կես քայլ առաջ պիտի լինի, որ պահին ինքը ընկավ այդ թրեքի մեջ, այդ քայլը արեց ու կես քայլ Նիկոլը հետ ընկավ, ինքը այլևս չի կարող հասնել։ Սա միանշանակ եւ սա չի թողում ինքը։ Եվ դրա համար ցանկացած մի փոքր օջախ, ցանկացած ըմբոստության ինչ որ նոր կայծ մի անգամից տեղում խեղդում են, բարուրի մեջ է խեղդելու եւ շարունակելու է խեղդ։ Այդ վախը հենց դրա մեջ է։ Բայց դե հիմա արդեն ակնհայտ է, որ քրեական գործիքներից բացի ուրիշ գործիք չի աշխատում երկրում, ինքը ուրիշ որևէ քայլ չունի անելու, որևէ մեծ պրոյեկտ չի իրականացում երկրում, արտաքին հարաբերություններում խայտառակ վիճակ է, բոլոր պրոյեկտները ասենց կասեցված, սառեցված, ծանր վիճակում են ու հայտի չի թե երկիրը ուր է կառավարության նիստին գլորվում է, ցինիկաբար ինքը ասեց իբր ձեռը առնում, որ ընդդիմություն բանի մասին ապոկալիպտիկ այդ հայտարարություններն անում, լրիվ ինքը ճիշտ իր մեջի իր ենթագիտակցության մեջ նստած է, ուղղակի չհասկանալով արտաբերել շատ բարձ։ Մենք այդ բոլորը հոտեսում ենք։ Շատ բարձ։ Դրա համար երբ որ շատերը ինձ հարցականով են նայում, բայց երբ որ ես ասում Նիկոլը մտել է իր հոգեվարքի փուլ, չէ, այդպիսի բան չկա, ինքը ավելի է ուժեղացել, որտեղ է ուժեղացել, ցույց տվեք այդ ուժը։ Այդ դուք եք ձեզ թույլատրել, որ ինքն էլ երևում է, որ ինքը ուժեղացել է, չկա այդպիսի բան։ Ինքը եթե ուժեղացած լիներ, այս մթնոլորտը ազգային ժողովում այսպիսին չէր լինի։ Սա միայն վախկոտի վարվելակերպ է։ Լեգիտիմը գործերած իշխանության Չախոյանների նմանները այդպես չէին հոխորտա եւ ձեռու ոտով չէին խոսա մարդկանց հետ։ Դե ի վերջո իր հույսը մնացել են Չախոյանները, Շատ լավ, այսպես կարող ենք շատ երկար զրուցել, բայց կարծում եմ մեր ժամանակը սպառվեց, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։